Любовь Мария и Бабу Ягу. Приходите в гости к нам поскорее, там, где зеленый луг на берегу. Гуляет черный котище ученый, он молоко и не ловит мышей. Это настоящий кот говорящий, а на цепи сидит горы наш змей. Приходите в гости к нам, поскорей, приходите в гости к нам. Попросту расскажет вам, потому что он видел все сам. Ах, как тихо и темно, ах, как чудно и чудо, ах, как страшно и смешно, зато в конце все будет хорошо. Սակայն երեխաները պետք է կատարեն մի շարք հանձնարարություններ, բայց մինչ կսկսենք հանձնարարություն կատարելը, եկեք մի քանի ասացվածքներ հիշենք բարության մասին։ Բարությունը հոգու նույն է, ինտերակցիոնը բարմանի համար։ Մոռացեք իրավունք, բայց երբեք մի մոռացեք բարությունը։ Բարությունը ճուղցի, բարությունը դեզը, որ գիտերը կարող են տեսնել, որ քուլերը կարող են լսել։ Բարությունը բերի աշխարհը։ Բարի խոսքը աստույցունից լավ է։ Բարի արմատ միշտ բարի շիվեր է տալի։ Բարի մարդ է
Շատ ապրեք երեխաներ դուք առաջին հանձնարարությունը կատարեցիք։ Դե խնդրում եմ, դուք մոտեցեք երեխաների և կտեսնեք, որքան բան գիտեն երեխաները հեքիաթների մասին։ Ձեր սիրելի հերոսների հետ բարության թերին ուղարկել է հանձնարարություն։ Այժմ ես ձեզ կբացատրեմ ինչ պետք է անել և կսկսենք աշխատել։ Դուք եք մոտեցեք երեխաներին։ Առաջին սեղանի երեխաները պետք է կատարեն բարերի վանկատում։ Համապատասխան սյունյակներում պետք է լինի լիավար, երկվան և երավան վանկեր։ Այս սեղանի երեխաները տրված նկարների առաջին տառերով պետք է ստանան նոր բառեր։ Այս սեղանի երեխաները ունեն հուշով բառ, ներքևում գրված է անունը, սակայն բաց են թողնված տառեր։ Պետք է գտնեք այդ տառերը և լրացնեք։ Դուք նույնպես պետք է գտնեք առաջին տառերը և տեղադրեք համապատասխան տեղերում և ստանաք բառ։ Դուք նույնպես երեխաներ պետք է կատարեք վանկատում, միավան, երկվան և եռավան։ Այժմ ես ներկայացնեմ ինչ պետք է կատարեք կենտրոնում։ Կենտրոնում ինձանից արջ ծածկագրով աշխատանք է։ Գրված են ծածկագրի թվերը տառերը, պետք է գտնեք տառը, դնեք համապատասխան բանդակներում և կարդանք բառերը։ Սրանք ինչ-որ մի հեքիաթի հերոսի անուններ են։ Պետք է գտնեք, թե որ հեքիաթի հերոսներն են։ Իսկ այստեղ երեխաներ տրված են նկարները, բաց են թողնված առաջին և վերջին տառերը։ Պետք է կարողանալ գուշակել, տեղադրել և այս աշխատանքը կատարելուց հետո մենք կստանանք մի անուն, որը մեզ կհուշի, թե մենք որ հեքիաթում ենք հայտնվելու։ Այս աշխատանքը կատարելու համար ինձ մոտ թող գան Մարիամ, Լինան, Արտուր։ Իսկ այս աշխատանքը կատարելու համար Հայկարի, Ադրիանա, մոտեցիր։ Եվ միաժամանակ սկսեցի աշխատել։ Միայն հիշեք, որ պետք է լուր աշխատել։
Դուք ավարտեք եք։ Այժմ սկսենք ստուգել, տեսնենք ճիշտ եք կատարել ձեր հանձնարարությունը։ Միավանք բառը ո՞րն է։ Միավանք բառը ցույց տուր։ Ասա, բարձր ասա, բարձր։ Ապրի։ Խմոտ ո՞րն է եռավանկը։ Հեսանիվ։ Շատ ապրես, այստեղ տեսնեմ։ Ինչ բառ է ստացել։ Կարդա։ Ապրես, ինչ է ստացվում։ Ապրես։ Ձեզ մոտ տեսնեմ, ինչ է ստացել։ Որ տարերն ես լրացրել։ Մի հատ տարերով կարող ես կարդալ։ Կարդա։ Շատ ապրես, դու ինչ ես ստացել։ Շատ ապրես, դու ինչ ես ստացել։ Դու եք կարդաս տարերով։ Շատ ապրեք, տեսնեմ այստեղ ինչ եք ստացել։ Ինչ է ստացել։ Ապրես դու։ Ապրես դու։ Ինչ եղավ։ Շատ ապրես, տեսնեմ։ Ո՞րն է քո միավանք բառը։ Շատ ապրես, ո՞րն է քո երկվանք բառը։ Ապրես, քո եռավանկը ո՞րն է։ Շատ ապրեք, երեխաներ, ձեր աշխատանքները ցույց տվեք ծնողներին։ Շատ ապրեք, դրեք սեղաններին, ապրեք։ Այժմ միասին, տեսնեք այստեղ ինչպես են աշխատել ձեր ընկերները։ Ինչպես է ստացվում։ Որ բառն է ստացել Արտուշը։ Շատ ապրես, օրինակ Զ տառը ինչպես է ստացել։ Ապրես, Լ տառը ինչպես է ստացել։ Շատ ապրես, կարող ես գնալ։ Դու մոտեցի։ Որ բառն է ստացել։ Մալվինա, ապրես։ Այս Վ տառը ինչպես է ստացել։ Ապրես։ Մ տառը ինչպես է ստացել։ Ապրես։ Մարիա ջան, դու ինչ տարածել ինչ ես ստացել։ Շատ ապրես։ Դու ինչ բառ ես Օրինակ այս տառը ինչպես ես գրել։ Ապրես, իսկ ջն։ Շատ ապրես, իսկ այս վերջին կն ինչպես ես տեղադրել։ Շատ ապրես, քեզ լսենք այդ ջան։ Այսպես կանգնի, որ բոլորը տեսնեն։ Շատ ապրես, մի հատ կարող ես հաջորդաբար կարդալել։ Ինչ եղավ։ Մոխրոտ, ուրեմն մեզ բառը հուշեց, որ մենք այժմ հայտնվելու ենք մոխրոտ հեքիաթում։ Խնդրում եմ, դուք մոտեցեք սեղաններին։
Հեքիաթները միշտ են գրավել կոմպոզիտորներին, և նրանք իրենց մեծ վարպետությամբ հեքիաթը վերածել են երաժշտական շքեղ ստեղծագործության։ Չայկովսկին նույնպես գրել է Շաֆերոյի հեքիաթը և նա գրել էր իր լավագույն բալետներից մեկը «Գնաց գեղեցկուհի»։ Չայկովսկու ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև «Մարդուկ ջարդուկ» բալետը, որը գրվել է Էրնեստ Հոֆմանի «Մարդուկ ջարդուկը» և «Մկների թագավորը» հեքիաթի հիման վրա։ Իսկ դուք հիշում եք Սենյոր Պոմիդորի արքայազն Դիմոնին։ Այո, Կարեն Խաչատրյանը նրանց պատկերները ներկայացրել է նրա Չիպոլինո բալետում։ Այդ բալետը գրվել է Ջան Ռոդարի Չիպոլինոյի հեքիաթի հիման վրա։ Սիրելի երեխաների, ուրախ եմ, որ դուք ինձ նշեցիք բարության վերուղարկելը վերջին հանձնարարությունը։ Եթե դուք կատարեք, այդպիսի կկբացի և դուք կկայանաք օգնել կամսին։ Այո, բարության վերին ուղարկել է վերջին հանձնարարությունը։ Դուք մոտեցեք երեխաներին նստեք, իսկ ես կներկայացնեմ, թե աշխատանք է ուղարկել բարության վերին։ Առաջարկը մաթեմատիկական է։ Պետք է քարտերի վրա լրացնել հավասարության և անհավասարության նշանները։ Այստեղ վերևում տանիքում տրված է թիվը։ Պետք է կարողանալ գտնել որ թվերից է կազմված, այսինքն թվի կազմությունը։ Ձեր սեղանին նույնպես թվի կազմությունն է։ Պետք է տանիքում գրված թվին համապատասխան լրացնել հանդարտների մեջ թվերը։ Ձերը երեխաներ ժամացույցներ են, տրված են ժամացույցին համապատասխան թվերը, պետք է կարողանալ ճիշտ տեղադրել և ճիշտ գտնել ժամը։ Ձեր սեղանի երեխաներ, ձեր քարտերը նույնպես հավասարության և անհավասարության նշաններ պետք է տեղադրել։ Չեք աշխատում, դեռ չեք աշխատում։ Ես այսօր կներկայացնեմ կենտրոնում ինչպես պետք է աշխատեն երեխաները։ Սրանք մաթեմատիկական բուրգեր են, որոնց ներքևում թվեր են։ Պետք է այդ թվերը սլակների ուղղությամբ ճիշտ գումարելով բարձրանալ և բուրգի վերևում ստանալ համապատասխան թիվը։ Սրանք նույնպես երեխաներ ծածկագրով աշխատանք է։ Այս երեխաները պետք է կարողանան ծածկագրի համապատասխան թվերը գումարել և պատասխանները տեղադրել այստեղ։ Կա գումարման և հանման գործողություններ։ Ես խնդրում եմ այս աշխատանքը կատարելու համար ինձ մոտենան, մոտեցի։ Մոտեցի, իսկ այստեղ մեր թզուկներ են։ Տիգրանը և Դավիթը կաշխատում այստեղ։ Այժմ բոլորս միասին սկսեցինք աշխատել առանց ցանկի։
տեսնեմ ճիշտ է տեղադրժանը։ Նախ չկայ փոխի։ Չէ, չես։ Հայկ։ Էլ ցույց տուր, թո ձեռը։ Այս աղջկա այդ փոխի։ Հայկ։ Հայկ, այն աղջկա։ Չէ, այդ։ Ապրես, Սովորել եք։ ապրես, Լինա ջան, դու ներկայացնում։ 7-ը կարող է կասել 5-ից 2-ից 4-ից 3-ից 6-ից 1-ից 3-ից 4-ից 8-ը կազմված է 4-ից և 4-ից 6-ից և 2-ից 7-ից Ապրես, տեսնենք այստեղ, կկարդաս, որ ինչ ես։ 15 Շատ ապրես, դու կկարդաս, Գարեգին ջան։ 1-50 Շատ ապրես, Գանե ջան, դու կկարդաս։ 1-15 Շատ ապրես, տեսնեմ այստեղ ինչպես եք աշխատել։ Ծլկիլի։ Կկարդաս ինչ ես գնում։ Բարձր, 5-ը բարձր։ 5-ը փոքր, 5-ը հավասար է 5-ի, 5-ը փոքր է 8-ի։ Շատ ապրես, դու կկարդաս։ 4-ը հավասար է 10-ից, սկսի սկսի։ 10-ը 4-ը հավասար է 4-ը։ Շատ ապրես, կարդա։ 2-ը փոքր է 6-ից, 6-ը հավասար է 6-ից։ Շատ ապրեք, հիմա տեսնենք կենտրոնում ինչպես են աշխատել երեխաները։ Ներկայացնես դու։ Մոտեց ես դառը ջան, այսպես ասել։ 2 թակ գումարած 3 ժամ հավասար է 5-ին բաժան։ Ահա, Թենիկին գումարած 5 բաժան հավասար է 5-ին կոշի։ ապրես, Տիգրան ջան, դու։ 9-ից հանած 1 հավասար է 8, 8-ից հանած 2 հավասար է 6։ Ապրես, այժմ կներկայացնի Իթայրը։ 3-ին գումարած 1 հավասար է 4, 1-ին գումարած 4 հավասար է 5, 4-ին գումարած 5 հավասար է 9, 2-ին գումարած 2 հավասար է 4, 2-ին գումարած 2 հավասար է 4, 4-ին գումարած 4 հավասար է 8։ Ապրես, դու ներկայացնի ապրես։ 2-ին գումարած 1 հավասար է 3, 1-ին գումարած 3 հավասար է 4, 3-ին գումարած 4 հավասար է 7, 3-ին գումարած 2 հավասար է 5, 2-ին գումարած 2 հավասար է 4, 5-ին գումարած 4 հավասար է 9։ Շատ ապրեք, հիմա խնդրում եմ ձեր աշխատանքները ցույց տվեք մայիսին։